Դեկտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4302 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 118 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 166 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 233, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 28, ճամրակապված վարելու 349, առանց մանկական նստատեղիք Արսիթի 13, վարելու ընթացքում ծխելու 341, վարելիս հեռախոսից օգտվելու 230, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 45 և 1618 այլ իրավախախտում, 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊ պայմանագրի, 165-ը տեխնիկական զննություն չանցած, 40-ը լուսարձակների անսարքությամբ, 68-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 238-ը առանց ձմեռային անվադողերի, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 50 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12029 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 257 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 337, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 62, ճամրակապված վարելու 2681, առանց մանկական նստատեղի Արսիթի 121, վարելու ընթացքում ծխելու 312, վարելիս հեռախոսից օգտվելու 415, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 35, արագության գերազանցման 1736 և 3882 այլ իրավախախտում, 371 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊ պայմանագրի, 599 տեխնիկական զննություն չանցած, 730-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 54 բեռնատար, 135-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 609-ը առանց ձմեռային անվադողերի, 115 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։